Նախ ուզում եմ Իրանի գազի մատակարարման մասին խոսեք, ինչ պայմանավորվածություն է եղել, երբ է հնարավոր գազը ավելացնել մատակարարումը, որովհետև կարծեք թե հնարավորինս շուտ էր նշվում հաղորդագրության մեջ, կան հստակ ժամկետներ։ Նախ հանդիպման ժամանակ ֆիքսել եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունը ունի գազի կարիք։ Մենք հաջողությամբ որոշակի ծավալով գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը իրականացնում ենք եւ ակնհայտ է, որ մեր առկա հնարավորությունները ավելի շատ են ծրագիրը իրականացնելու մասով։ Նկատի ունեմ խողովակի թողունակությունն է օրինակ ավելի շատ եւ 400 կիլովոլտ գծի կառուցումից հետո նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կարողանանք ավելի մեծացնել եւ հետեւաբար այդ գործարքի ընդլայնման հնարավորություն, այսինքն ավել ծավալով գազ եւ ավել ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար իրար տալու եւ ընդունելու հնարավորություն ունենք։ Հնարավոր է կներեք աշխատանքային խումբ ստեղծել, որը մանրամասները ներառյալ ժամկետները կքննի։ Հնարավոր է ռուսական գազին փոխարինող եք փնտրում իրանական գազը, ցանկացնելու են եւ այլն, դրա համար եք այլընտրանքային ուղիներ փնտրում։ Այդ դեպքում ինչու հիմա առաջացավ այդ մտահոգությունը կամ այդ կարիքը գազի։ Մտահոգություն չկա, կա աշխատանքային process, այդ տրամաբանության մեջ մենք արդեն բազմաթիվ տարիներ առանց դադարի, տարին 12 ամիս գրաֆիկով այս գործարքը իրականացել ենք։ Այնտեղ ծավալների փոփոխություն որոշակի տարիների եղել է եւ հիմա էլ արձանագրել են, որ էլի կա հնարավորություն ծրագրի շրջանակը ընդլայնել, պայմանավորվել ենք աշխատանքային խմբեր այս հարցը քննարկել։ Պարոն Խուդայցյան, ձեր թիմակիցներից Հայկ Կոնջոլյանի եւ այլը, որը նաեւ ձեր ուսակիցն է, պատմության մեջ է հայտնվել։ Հնարավոր է այս պատմությունը հաշվի առնելով Կոնջոլյանի տեխնատությունը վերանայվի որպես Պարոն Կոնջոլյանը այս թեմայով մեկնաբանություն տարածել է, դրան ավելացնելու բան չունեմ, այլ հարց չի քննարկվում։ Բայց դուք օրինակ չեք կարծում, այլ հարց չի քննարկվում։ Ինքը կընտրվի, այսինքն փոխնախագահի թե փոխնախագահ Պարոն Խուդայցյան։ Եթե այլ հարց չի քննարկվում, կուսակցություն հետեւաբար ստացած ձեր հարցը։